Ողջույն բոլորին, այս տեսանյութում նոյեմբեր ամսվա անակնկալն է։ Այստեղ անակնկալը կլինի յուրաքանչյուր ոլորտ եւ լավը եւ վատը։ Եթե ցանկանում եք միայն լսել լավ անակնկալ, դրական անակնկալներ, միմիայն լավը, ապա կարող եք նայել մյուս ալիքում, ալիքների հղումները կան մեկնաբանության բաժնում, կարող եք հետևել այնտեղ նայել։ Իսկ այստեղ մեր կյանքում անակնկալները միշտ չէ որ միայն լավն են, դրա համար պետք է երկուսին էլ պատրաստ լինել։ Դրա համար յուրաքանչյուրի համար առանձին կլինի նոր քարտ։ Առնետների համար նոյեմբերի անակնկալը Ցուլերի համար նոր անակնկալ, նոյեմբերի անակնկալը։ Դե ընդհանրապես միշտ հիշեք, որ այդ ցուլերը ամսվա ծնվածները չեն։ Մի խառնեք։ Վագրերի համար անակնկալը նոյեմբերի։ Ճագարների համար նապաստակների անակնկալը նոյեմբերի։ Կարող եք արդեն առաջ տալ։ Վիշապների համար, օձերի համար, ձիերի համար։ Խառնում եմ, որովհետև կարող է այնպեսի մի բան է ուզում ընկնի, որը ներքևում է։ Այծերի համար, կապիկների համար, աքաղողների համար, շների և խոզերի, վարազների համար։ Ահա, կսկսենք առնետներից, տեսնենք ինչ անակնկալ է, հիանալի քարտ է սա, հաջողություններով լի քարտ է սա։ Բոլոր դռները բաց են ձեր առջև այս ամսվա ընթացքում։ Յուրաքանչյուր բան հաջողությամբ կանեք, կավարտեք, ոչ մի բանի մասին պետք չի մտածել անգամ։ Դե բանալին ձեր ձեռքում է, միգուցե ինչ-որ մի բան էլ ուզում եք փակեք, չեք ուզում որ բաց մնա, ուզում եք փակեք։ Ամենայն դեպս յուրաքանչյուր բան հաջողությամբ կընթանա։ Հաղթանակ, բարձրունք եւ աշխատանքում, եւ կարիերայում, եւ բիզնեսում, եւ հարաբերություններում, այստեղ նաեւ նոր հարաբերություններ կարող լինեն, փոխեք ձեր հարաբերությունների этаպը, նոր ոչ մտնի ձեր հարաբերություններում, կարիերայի բարձրացում, սպիտակ գծի ժամանակն է, մի խոսքով, որը բացվում է ձեր առջև։ Կստանաք լավ նորություններ, լավ ինչ-որ հնարավորություններ, եթե չեք աշխատում, կարող եք գնալ դիմել, այստեղ հավանականություն շատ մեծ է, որ կընդունեն, բոլոր դռները բաց են ձեր առջև այս ամսվա ընթացքում, ինչ ցանկանաք կարող եք հանգիստ անել, ինչպես ցանկանալ, ամեն ինչ որ ուզում եք հեշտությամբ կստացվի ձեզ մոտ։ Եվ տեսնենք ցուլերին, սա տարվա ծնված ցուլերն են, մի խառնեք։ Ցուլերի հետ կապված մի փոքր այստեղ այլ է, կամ նոյեմբերին որոշելու եք ու բորկա սկսել, կամ նոյեմբեր ամիսը մի փոքր վեճերի ամիս է։ Տեսնենք վեճերը ինչ թեմայի շուրջ կարող են լինել, մեկ քարտ ընդամենը կհանեմ, պետք է բայց ուղղակի հասկանալ, որ ընդհանուր է սա, ցուլերի համար մեկ քարտ ընդամենը տեսնենք։ Միևնույնն է, այստեղ կարող գիտեք, ուղղակի չեք կարող ձեզ զսպել, դա է կարող ասում, որ չեք կարող ձեզ զսպել եւ դրանից էլ առաջանում են վեճեր։ Այստեղ մի փոքր իմաստուն եղեք, ճիշտ կատարեք ձեր քայլերը։ Եվ երբ որ բորբոքված վիճակ է լինում, ապա ուղղակի պետք է կոմպոտ կարտ կա դուրս եկավ։ Միգուցե շրջապատված եք լինելու այս ամիս անընդհատ նման կեղծավոր մարդկանցով, դրա համար չեք դիմանում։ Զգում եք, բայց ինչքան ես էլ չեմ հանում։ Վերջ, Էրիկա։
ինչքան տվյալները քարտերի մեջ վատ քարտեր կան, բոլորը դուրս եկան։ Այնպես որ պետք է կարողանաք իրոք իմաստուն լինել, ձեզ կարողանաք զսպել եւ չվիճել, ուրիշ ոչինչ այստեղ միևնույնն է, չի ուզում ուրիշ քարտ դուրս գա։ Դե համար հա ձեր արժեվ խոչընդոտներ չդնելու համար, ձեր համար խնդիրներ չստեղծելու համար պետք է կարողանաք ձեզ զսպել, յուրաքանչյուր հարցին ավելի մեծավարի, ավելի խոր իմաստ տեղեք եւ նոր հետո ոչ մի բան աչքա թող մի արեք եւ հենց անիմաստ բաների համար մի փորձեք վիճել կամ խոսել։ Այստեղ ավելի շատ վեճներ եւ ոնց հասկանում եմ կարող շրջապատված լինեք ամեն անգամ ամենտեղ տարբեր մարկանցով եւ անդադ գրգռված վիճակ լինի եւ հեսա այդ վիճակն է այդ վիճակ։ Համար տեսակ աղվեսից սկսած օծից դուրս եկած բոլորը կային։ Նա բոլորը։ Դե ուղղակի պետք է ուշադիր լինել, հա, սա ձեզ զգուշացում է, անակնկալն է սա։ Տեսնենք վագրերին։ Վագրերի հետ կապված սա փաստաթուղթ է, որ միգուցե ստանաք, միգուցե ձևակերպում եք, դիմում եք ոչ մի տեղ, ուղարկում եք ձեր փաստաթղթերը կամ ինչ-որ հստակ փաստաթուղթ եք ստանում, որը ձեզ համար անակնկալ էր, կամ ինչ-որ մեկից նամակ եք ստանում, որ ասում եք, վայ, սա գրեց ինձ կամ այս դա սիրային մի տեսակ։ Կամ իրոք այնպեսի մի բարեկամ է ձեզ հիշում, որ իրոք զարմանում եք, ասում եք, սա էսին որ թվականին, չգիտեմ, մի մորքուրի, հորքուրի հորողբոր կնոջ թորնա։ Այնպեսի մեկը, որ ամբողջությամբ կզարմանաք։ Նաև սա փաստաթուղթ ձևակերպել է, միգուցե բիզնես եք բացում, միգուցե ընդունում եք ուսումնական հաստատություն, ինչ-որ մի բան է, որ փաստաթղթերը պետք է ձևակերպեք, տանեք, բերեք, սերոքս անեք, գրեք, գրանցեք, միգուցե ծրագիր եք կազմում, այդ ծրագրի հետ է կապված այդ թեմաները, ինչ-որ փաստաթղթի հետ կապված անդադ այստեղ, այնտեղ պետք է գնաք։ Նաև սա դա կարող է ձեզ համար չի, ձեր երեխաների համար է, ձեր թոռների համար է, դպրոց, ուսման կենտրոն, այնտեղ մանկապարտեզ, չգիտես որտեղ, ինչ-որ բաներ կարող պետք լինի, որը կամ տուն եք գնում, օրինակ փաստաթղթեր պետք է ձևակերպեք եւ նմանատիպ այլ հարցեր։ Դե եւ արդեն հստակ ստորագրություն, որը շատ կարեւոր է, միգուցե նաեւ ֆոտոյեկրիցը ինչ-որ թուղթ եք ստանում եւ նման ինչ-որ բաներ են։ Այսքանը գնայինք նապաստակների համար մի փոքր դժվար ժամանակ է, հա, որ դժվար է եւս հավելել քարտ կանենք, փորձություններ կարող եք ունենալ, դեպ ուղին ընկավ, սա ոնց որ ձեր ուղու հետ կապված կարող է լինել, նապաստակների համար տեսնենք, կարող ինչ-որ մի ուղի եք որոշել ընտրել, նայեք, այստեղ էլ անգամ այդ ուղին է, ճանապարհ, ինչ-որ մի երկիր, ինչ-որ մի քաղաք, ինչ-որ մի տուն, մի փոքր փորձություններ կարող են լինել, օրինակ տեղափոխվում եք մեկ այլ քաղաք, բնականաբար այդ առաջին հատվածը, առաջին ամիսը հատկապես, եթե նոյեմբերին եք տեղափոխվում, ինչ-որ փորձություններ կարող են լինել, փորձությունների կարող եք հանդիպել կամ բախվել կամ նմանատիպ որոշ հարցեր։ Նաև դժվարություններ են, որոնք որ պետք է հաղթահարեք, կարող է իրոք այստեղ ճանապարհի հետ է կապված, կյանքում փոփոխությունների հետ է կապված, յուրաքանչյուր փոփոխություն ոնց որ կամ դժվար է կարող դուք տանում, դժվարանում եք հարմարվել այդ փոփոխությանը, դա համար դժվարությունները դա ձեզ համար կամ նաև այստեղ հղիություն է, ծննդաբերություն է եւ հեսա պետք է հետևեք ձեզ անպայման եւ հղիության հետ կապված եւ ծննդաբերության հետ կապված։ Նաև սա ճակատագրական քայլ է, որը կարող եք անել եւ գնալ օրինակ օտար երկիր, գնալ մեկ այլ տեղ, թեկուզ հղիանալ ոչ բնական ճանապարհով կամ արհեստական ճանապարհով երեխային ունենալ, նա եւ այլն, այն ինչ որ պահեր են այստեղ մի փոքր դժվարություններ են։ Եվ ինչ որ բեռ է, գուցե դուք շատ պետք է աշխատեք կամ ծանր աշխատանք է այս ամիս ընկնելու ձեզ կամ միգուցե այնպեսի տեղ եք աշխատում, որ դեկտեմբեր ամիսն է դիմացը եւ ամանորի հետ է կապված, ինչ որ գործերը ավելի շատ են, ավելի ծանր են, որոնք որ պետք է անեք։ Եվ ինչ որ մեկի խնամքը կարող է ձեր ուսերին է դուք պետք է անեք։
Եվ ուշադիր եղեք յուրաքանչյուր տեղ գնալուց, տեսնենք այս դժվարությունները կկարողանաք ամենայն դեպս մի փոքր կարող է խորամանկ մարդիկ հանդիպեն ձեզ անընդհատ սա խոստանան, նա խոստանան չանեն, հույսներ դրեք միայն ձեզ վրա եւ փորձությունները, այդ դժվարությունները գլուխներդ բարձր հաղթարեք։ Տեսնենք վիշապներին ձուկ է ընկել, դա գումարային հաջողություններ են միմիայն կարող են ձեր աշխատավարձը բարձրացնել, կարող եք շահել որովհետև վիճակը խաղում, կարող եք ժառանգություն ստանալ ամբողջ նոյեմբեր ամսին գումար աշխատել կամ այնպեսի մի եկամուտ գտնել ձեզ համար, որ եւս էլի գումար եք գալու։ Կարող եք ինչ-որ մի բան գնել մեծիր, կարող եք վաճառել մեծ գումար գա ձեր ձեռքը բիզնեսը ծաղկի եւս այդպես գումարներ կան ձեզ մոտ կամ ներդրումներ անեք հստակ կամ դեկտեմբերի համար արդեն սկսեք պատրաստություն տենալը եւ գնումներ կատարեք օրինակ թեկուզ սեղան գնեք կամ տոնածառ կամ նմանատիպ պահեր որոնք որ կամ նվերները մարդկանց գնեք եւ պահեք ձեզ մոտ Դե գումարը դա նշանակում է, նաև ժառանգություն կարող եք ստանալ, վարկ ձևակերպել, վերցնել, կամ այս ամիս կարող է ամբողջությամբ վարկը մարեք եւ այլևս վարկ չունենաք։ Ինչ որ բաներ են գումարի հետ կապված, կամ ինչ որ մարդիկ կարող են այս ամիս ձեզ գումար փոխանցել, որը եւս ձեզ համար անակնկալ լինի, անսպասելի է, որ այդ մարդիկ ձեզ գումար են փոխանցում։ Տեսնենք օձերին Օձերին արևն է ընկել միմիայն ուրախություն, որովհետև ուրախ պահեր կլինեն ձեզ մոտ այս ամսվա ընթացքում, դա յուրաքանչյուր ոլորտն է, այդքան էլ ճիշտ, յուրաքանչյուր ոլորտն այն ոլորտը, որ կապված է ուրախության հետ, դա էլ յուրաքանչյուր բան։ Մեկը կարող է շահում, մեկը աշխատանքի ընդունվի, աշխատավարձը բարձրացնեն, կարիերան փոխվի, հղիանա, ծննդաբերի, թոռնիկ ունենա եւ այլն, յուրաքանչյուր ոլորտ է, այստեղ որը որ ձեզ ուրախություն է, մարդկանց ուրախություն է բերում, ձեզ այդ ոլորտներ ուրախություն կբերեն։ Միգուցե տարբեր ոլորտներ են։ Ամսվա ընթացքում մի քանի տարբեր բաներ են, որոնք որ ձեզ մոտ կգան։ Բայց գիտեք, լավ էր, որ այսքան քարտերից այդ կեղտոտ քարտերը դուրս եկան, այլևս չկան, այստեղ չեմ փաստորեն, ուրիշ քարտեր են այստեղ։ Միայն մի փոքր դուժեցին ցուլելու նապաստակները այս պահին։ Մնացածին դեռևս լավ է, հատկապես օձերինը, որ հիանալի է, ձեզ համար դա կզգաք ինչ-որ մի ուրախ պահեր, որոնք որ չգիտեմ, մեկին ամուսնության առաջարկ կանենք, սիրահարվեք, բարձր տրամադրություն է, էներգիավլի կլինեք, նաև կկարողանաք ամեն այդ ամսվա ընթացքում յուրաքանչյուր հարցեր լուծել։ Գնանք ձիերին։ Ձիերի մանրուքներն են։ Սա կամ մանր-մունր գործեր եք անելու, կամ մանր-մունր, տեսնենք ընդհանրապես մանրուքները ինչի հետ է կապված, դե ճիշտ է ամբողջ քարտերը այստեղ չեմ, բայց այդտեղ մանր-մունր խոսակցություններ կարող են լինել, մանր-մունր անհանգստություններ նաև կարող են լինել, նաև կարող է ամսվա ընթացքում ինչ-որ ձեզ վստահեն, որ մի գործ, որը իրենց ներկայացնում է շատ մանրուքների ուսումնասիրություն, եւ պետք է դուք լավ ուսումնասիրեք, որովհետեւ կամ սուր աչք ունեք, կամ ավելի ուշադիր եք եւ պետք է ուսումնասիրեք, եւ գտնեք, որ դա սխալ։ Կարող է հաշվապահ եք աշխատում, այդպես հաշվարկեք եւ այլն։ Սա նաեւ մանրուքները դա ընկնել մանրուքների հետևից է դա, որը ընտանիքում է տեղի ունենում ավելի շատ, կամ ընկերների միջև, բա դու ինձ սենց ասացիր, բա դու ինձ։ Դա է որ ամեն անիմաստ բան կարող է բերել նաեւ վեճ։ Սա միակողմանի քարտ չէ։ Դա բերում է հենց դա էլի ամենակարևորը վեճը, որ մարդը չի կարողանում զսպի իրեն եւ անընդհատ ամեն մի բզբզում է ամեն մի սուտից բաներ։ Նաեւ հարաբերությունները սա եւս ասում է, որ ամեն մի մանրուք ուսումնասիրեք, սկզբում ծանոթացած, մնացածի հետ գործ չունեք, որտեղ մնացածը էլի վեճ է բերում։ Ամեն մի ասածը, ամեն մի քայլը, վերաբերմունքը, ինչ անում, ոնց անում, այդ ամեն ինչը պետք է լավ ուսումնասիրել, նոր հետո տվյալ անձնավորության հետ փորձեք շփում։
ունենալ։ Միշտ ապեք ոչ մի հարցում։ Տեսնենք այծերին նաև ոչխար է նշանակում։ Ուրեմն այծերին սա ուժ է, սա նաև պետական հիմնարկություն է, պետական հիմնարկության աշխատող է։ Միգուցե այս ամիս անդադ իր հետ կարիք ունենաք հանդիպելու, կարող է իրավաբան է, կարող է վարկային կազմակերպություն է, հարկային է եւ այլն, ինչ-որ միտեղ, որովհետեւ անդադ պետք է գնաք, կամ գնացել եք օրինակ բողոք եք ներկայացրել ոստիկանություն եւ անդադ գնում եք։ Գնում եք եւ պետք է այդ բողոքի վերաբերյալ թեմաներ բարձրաձայնեք, խոսեք։ Նաև ուշադիր վարեք մեքենան, որովհետև սա ուժային կառույցն է եւ դուք կարող եք անդադ բախվել պետավտոտեսուչներին։ Նաև կարող ծանոթանալ հակառակ սերի ներկայացուցիչի հետ, ում հետ ով այդպես թիկնեղ կլինի, իհարկե տղամարդիկ էլ կանայք կարող են նաև աշխատել պետական հիմնարկությունում, բայց եւ նաեւ ինքը կամ հեղինակավոր մարդն լինի, ում հետ որ կարող եք ծանոթանալ եւ հետագայում նա ձեզ բավականին կօգնի, դե այդպես է, չէ՞ որ մարդը կողքը մի հատ մեկին ունենում է, շատ լավ է լինում։ Եվ ոնց որ ամեն մի պարագայում հենվում է այդ մարդու վրա, որ կարող է նա ձեռք մեկնի օգնի։ Գուցե հեղինակավոր է, միգուցե ավելի ուժով է, եւ կարող այդպես ուղղակի թիկնեղ ինչ-որ մեկ է ծանոթանալ այս ամսվա ընթացքում, կամ ծանոթացնեն, կամ գնաք որոշել եք, վայ, ինչ գիտեմ, քանի տարեկան եք, որոշել եք գնաք սպորտով զբաղվեք եւ այնտեղ հանդիպում եք այդպես մի հատ թիկնեղի, մտածում եք, որ ահա այս աղջիկն էլ է կամ այս տղան էլ է ուզում այդպես սպորտով զբաղվի, ուրեմն լավ մարդ է։ Ընդհանրապես այդպես է, չէ՞, մի տեսակ սպորտի գելեր կան եւ այդ սպորտի գելերը իրանք իրենց սիրուն ֆիգուրայով միայն ուզում են նմանատիպ մարդու, ով որ էլի նույնից իրանման սպորտի գել է։ Անդա ինձ համար իրենք տեսակ հիվանդոտ են, որ շատ են խորանում, իրանք հիվանդություն ունեն արդեն։ Այսքանը տեսնենք կապիկների մոտ ինչ կլինի։ Հիանալի քարտ է սա, ամուսնություն, նոր սեր, նոր հարաբերություններ, միգուցե մասնակցեք այս ամիս ոչ հարսանիքի կամ ամեն շաբաթ գնաք հարսանիքի։ Դե ձեզ ամուսնության առաջարկ կանեն, կամ ձեր երեխաները կարող են ամուսնանալ, թոռները կարող են ամուսնանալ։ Սա նաև գործարք է, որը կարող է կնքել, պայմանագիր է, որը կարող է կնքել։ Ինչ-որ մեկ այդ գործարքը, սկսեք ինչ-որ գործ անել, կամ նաև ցիկլային գործ է սա, որ անընդհատ մարդահանում է, եւ կարող ինչ-որ մի բանով սկսեք զբաղվել, որ անընդհատ պետք է անեք այդ գործը, կարիքը կամ կլինի անելու, կամ ուղղակի պետք է անընդմեջ ոնց որ անեք այդ գործը։ Դեպ պատվեր է, նկոմ այնպեսի մի պատվեր եք ստանում, եթե պատվերով եք աշխատում, մեկ ամիս պետք է անընդհատ նույն բանն անեք։ Անընդհատ անընդմեջ։ Դե բայց սա նաև ընտանիքն է, ընտանիքի անդամները իրենց մոտ կարող է ինչ-որ մի բան փոխվի, ընտանիքի տղամարդիկ տուն վերադառնան, տղան, ամուսինը, կամ եթե տղային նայում կարող ձեր կնոջ մոտ է ինչ-որ մի բան փոխվում, ձեր երեխաների մոտ է ինչ-որ մի բան փոխվում, եւ դա ձեզ համար անակնկալ է եւս։ Կարող ձեր ամուսին օրինակ գալիս է տուն եւ ասում է պայմանագիրը վերջապես կնքեցի, ամբողջ դե նոյեմբեր ամիսն ենք նայում ենք, չենք ասում նոյեմբերի 1-ին կլինի, 15-ին, 17-ին, ամբողջ նոյեմբեր ամիսն է սա։ Այսքանը տեսնենք ակաղների համար ինչ կա։ Սա ուսում է, կզբաղվեք ուսմամբ, կսովորեք։ Նաև գաղտնիք է, որ ամսվա ընթացքում միգուցե մեկ սա իմանաք, մեկ նա իմանաք, մեկ այս ոլորտի մասին, մեկ սրա մասին, ինչ որ տարբեր բաներ են, որ կարող եք իմանալ այս ամսվա ընթացքում, նաև զբաղվեք գիտելիքներով։ Կարող է ձեզ օրինակ աշխատում եք ինչ-որ միտեղ, ձեզ ուղարկում են հանգստա ինչ-որ դասընթացների, այնտեղ ինչ-որ մի բան ձեռք բերել, սովորելու։ Սա նաև գրքի էջը փոխելն է։ Ոմանք կարող են իրենց կյանքի այդ փուլը փոխեն, этаպը փոխեն եւ արդեն ուրիշ ձևով սկսեք ապրել։ Հա նոյեմբեր ամիսը ձեզ համար լինի ամբողջությամբ ուրիշ этаպ կյանքում, ուրիշ փոփոխությունների հանդիպեք մենակ։ Սա
որ մարդը ամբողջությամբ եւ կողմ մազերը ներկի ուրիշ գույն եւ ուրիշ ձև սկսի ապրել հա ինքը իրան որոշի որ ես ապրում եմ վերջ սա թե ով ինձ հումոր արեց ծիծաղեց ով սենց ինչ որ բաներ վերջ այդ ամեն ինչը թողնում է անցյալ եւ ապրում է ներկայով եւ աշխատանքը եւ բիզնեսը ամեն ինչը կարող ինչ որ բայր թողեք անցյալում եւ ապրեք արդեն վերջ դրանք վերջ տակ եւ որոշեք որ պետք է ապրեք նորովի յուրաքանչյուր պարագայում եւ հարաբերություններում նույնպես կարող եք որոշել որ այլևս ոչ միայն ինչ որ բաներին որոնք որ անցյալում է չեք անդրադառնա դրան ավելի հանգիստ ձևով հա հանգիստ շնչով կապրեք եմ որ ասում այլևս ոչ մի անդրադարձում նախկինին դե եւ ուսումը որ չպետք է մոռանալ որ ուսումը միշտ կարեւոր է թեկուզ պարտադիր չի գնալ նստել դասերի այլ ինչ որ մի բան կարող եք մի տեղից սովորել, քաղել, ձեզ համար դա գիտելիք է։ Ես որպես աքաղաղ, ես միշտ եմ սովորում։ Ընդհանրապես աքաղաղները միշտ են այդպես, իրենք փնտրում են նոր բաներ, փնտրում են նոր գիտելիքներ, միշտ։ Միշտ նոր բաներ, իրենք պետք է անընդհատ իմանան, իրենց կտուցով անընդհատ իրենք նորն են փնտրում։ Տեսնենք շներին, շներին ամենահաջողակ քարտն է դուրս եկել, ես չեմ կարող չասել, որովհետև ինքը ընդհանրապես, հա, համարվում հաջողակ քարտ, ում ընկնում է, բնականաբար նշանակում է, բայց դե կարող էր նաև չընկնել, հա, մյուս ալիքում այդպես է, այն տա ում ընկնում էր, դա հաջողության քարտն է եւ միմիայն հաջողություն է սպասվում ձեզ։ Հաջողություն կարող եք ունենալ ուսման մեջ, աշխատանքում, կարիերայում, բիզնեսում, առողջության մեջ նույնպես։ Ինչով որ դուք զբաղվում եք, դրանով հաջողություն է սպասվում։ Ինչ էլ որ անեք, հա, անձնական կյանքը կարող է փոխվել։ Ինչ հաջողություն է որ լինի, պետք է ուղղակի շնորհակալ լինեք դիեզերքին ասում, որ այդ հաջողությունները եղան, որովհետև սա հիանալի հաջողություն է։ Ասա, հենց հաջողության քարտն է։ Հիմա կարծես թե կան դրսում կարծեմ այդ թփուկները որտեղ որ կարող եք գտնել 4 հատանոց, որովհետև շատ դժվար է գտնելը եւ երազանք պայել հատկապես ովքեր որ դրսում են ապրում եւ ձեր բոլոր խնդիրները կվերանան եւ կարելի ասել նաեւ շատ արագ եւ վերջինը խոզերին եւս հիանալի քարտ է եւ խոզերին եւ վարազներին է երկուսն էլ այստեղ կա Սա ուրախությունների քարտ է, որ այս ժամանակահատվածում, հա, ամբողջ նոյեմբեր ժամանակահատվածում հնարավոր է առիթ եք, կամ դուք եք առիթ ստեղծում, կամ առիթներ կան, կամ ծնունդներ են, կամ հարսանիք, նշանջություն, կամ ձեր տանն է ինչ-որ առիթ, դու ինչ-որ մի բան է տեղի ունենում, հա, եւ դա նշում եք, որպես առիթ, ոչ թե ինչ-որ ծնունդ է, կամ ինչ-որ մի բան է տեղի ունենում։ Նաեւ դե կարող հասարակական կյանքն է սա, հասարակական կյանքը առաջ տանեք Միգուցե հանրահայտ եք դառնում, միգուցե ձեր հասարակական կյանքն եք հանում մեջտեղ, հա ցույց եք տալիս մարդկանց։ Նաև ավելի շատ կցանկանաք կյանքը վայելել, քան աշխատել, բնականաբար։ Նաև Սա հեղինակություն է նաև, որ մարդը կարող է ավելի հեղինակավոր լինել կամ այնպիսի մի գործողություններ անեք, որ հասարակության մեջ երևաք կամ ձեր աշխատանքի վայրում կարող է հստակ, հա, ինչ որ տեղ գրավեք կամ ոնց որ ինչ որ մի բան է, չէ, անում աշխատակիցներից մեկը եւ իրան այն մշտապես գովաբանում, դա կարող է լինել հենց դուք։ Մի խոսքով, ավելի շատ ցանկանաք վայելել, քան աշխատել։ Ինչ որ առիթներ են, պահեր են, որոնք որ կնշեք, կուրախանաք, այդպես, և ոչինչ չեք ուզենա անել։ Այսքանը ձեզ համար, մտածեք դրական, եղեք դրական, ինչքան էլ որ բացասական բան են գնում, նույնն է, բանի տեղ մի դրեք, ապրեք միայն դրականորեն և դրական մտածմունքներով և ամեն ինչ ձեզ մոտ լավ կլինի։ Այսքանը լավ եղեք։